Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 17-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի հետ կապված զարգացումների, որտեղ կարևոր ուշագրավ թեմաներ կան, նոր կքննարկենք նաև աշխարհաքաղաքական իրադարձությունները։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը գրել է. Կոնֆլիկտը հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Անցնող շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևի հետ։ Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել եւ համաձայնվել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու ուղղությամբ։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի կունենա, գրել է Թրամփի խորհրդականը։ Ինչ ենք մենք սրանից հասկանում։ Առաջին է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն լինի, դա նորմալ է, դա տեղավորում է Դոնալդ Տրամփի ծրագրի մեջ, որ բոլոր տեղերը պատերազմների ինքը դադարեցնում է, եւ նոր պատերազմ չի լինելու։ Իհարկե դա է պատճառը, որ Ադրբեջանը ինչքան էլ փորձում էր սադրանքների գնալ, անընդհատ ճնշում գործադրել Հայաստանի վրա, այնուամենայնիվ գործնական քայլ չէր անի, թեպետ ունի այդ հնարավորությունը, վախենալով, որ ինքը միջուկային գերտերություն չի եւ կարող է Տրամփին դուր չգա եւ ինքը իրեն կարգի հրավիրի։ Դա հաշվի առնելով բավական զգուշավոր էր, բայց դա չէր խանգարում, որ ինքը իր ակտիվությունը աներ Հայաստանի նկատմամբ սադրանքները։ Այսինքն մտածել, որ հիմա այս հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է խաղաղվի, տա Աստված որ դա այդպես լինի, բայց մենք տեսել ենք, որ այս հայտարարությունը, այս խոսակցությունից հետո չէ, որ ինքը որ հիմա ասում է, արդեն այդ փաստաթուղթը պայմանավորվածությունը կար ու ավարտված էր։ Եվ այդ պարագայում, երբ որ ինքը խոսել է արդեն, դրանից հետո Ադրբեջանը քանի հատ սադրանքի գնաց, սահմանային, քանի հայտարարություններ, կոշտ հայտարարություններ եւ այլ եւ այլ։ Այսինքն մենք դա էլ հաշվի առնենք։ Իհարկե մենք շատ մեծ ցանկություն կունենանք, որ Հայաստանի իշխանությունները գործող ադմինիստրացիայի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարցերը կարգավորեն, միանշանակ խոսք չկա։ Անկախ նայած թե ինչպիսին կլինի նրա վերաբերմունքը ուկրաինական պատերազմի կամ աշխարհի նկատմամբ, միևնույն է մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում համենայն դեպս գոնե մեր շահերի դեմ քայլեր չանի։ Իսկ բայց այդ պարագայում նաև տեսնում ենք, որ Ադրբեջանը լավ էլ աշխատում է Իսրայելի հետ, Իսրայելն էլ դե պարզա Իսրայելի հետ երևի երբեք որևէ նախագահ այդքան ջերմ չի աջակցել Իսրայելին, նույնիսկ այնքան շատ, որ կարող է դա վնաս տա Իսրայելին, քան ասենք Դոնալդ Տրամփը։ Եվ այս պարագայում Ադրբեջանը փորձում է դա օգտագործել։ Իհարկե այս հարցում էլ պետք չի զարմանալ, որ կարող է ասենք, բա լավ, ոնց որ թե Թուրքիան ու Ադրբեջանը ոնց որ մի պետություն լինեն, էլի, կամ իրանց ասում են մի ազգ երկու պետություն, ոնց որ չի հասկացվում տարբեր պետությունների հետ տարբեր ձևով են հարաբերվում, իրանք պարզապես փոխ լրացնում են իրար։ Իհարկե Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ էլ կան հակասություններ։ Հակասությունների պատճառը նա է, որ Թուրքիան մեծ հաջողությամբ կցանկանար կուլ տար Ադրբեջանին, հատկապես որ իր ճանապարհն է թուրքական պետությունների հետ գնացել արդեն իր ախորժակը մինչև Չինաստանը հասել, մինչև ույգուրներ։ Պարզ չի որ կուզենա Ադրբեջանը կուլ տա մանավանդ Սյունիքով, եթե ճանապարհը միանա։ Հա, բայց հարցազրույցում իսկ Ադրբեջանը կուզենա կուլ գնա։ Ադրբեջանը Իլհամ Ալիևը համարում է հորից այդ պետությունը ժառանգություն ստացել, փոքր թագավորության պես պաշտոնավարում է ինքը։ Իրան չինա պետք ինքը դառնա Թուրքիայի վիլայետ, որպես ինչ է դառնալու։ Նավթ ունի, գազ ունի, կոմունիկացիոն հնարավորություններ ունի։ Իրան պետք է Թուրքիան նրա համար որ պատերազմ հաղթի, պատերազմ հաղթելա։ Հայաստանի այդ խնդիր չունենա, կարող է ընդհանրապես չուզենա Թուրքիայի հետ որևէ ձևով շատ ավելի ջերմ։ Իհարկե, այդ ամեն ինչը հաշվի առնելով մեր իշխանությունները փորձում են Թուրքիային ասել, գիտես ինչ, մենք քո համար Էրդողանին ասում են մենք քո համար ավելի Ալիև ենք, քան Ալիևը, Ալիևին ասում են մենք քո համար ավելի Էրդողան ենք, քան Էրդողանը, բայց դա չի աշխատելու։ Իրանց հակասությունների վրա երբեք որևէ մեկը չի կարող նրանց արանքը մտնի, նրանց մատի արանքը մտնի մատի ու մատանու։ Լավագույն դեպքում մեր պետությունը երկուսի արանքում է, պետք է կարողանանք մեր պետության ինքնիշխանությունը պահենք, բայց որևէ ձևով նրանց հակասությունների վրա խաղալ ուղղակի չի լինի։ Ինչքան էլ մեր իշխանությունները խաղեր տան Թուրքիայի հետ, թե եկեք լավ
լնենք սահմանը բացեք, իրար հետ աշխատենք, նրանք ասում են Ադրբեջանի հետ լավ չլնես, որևէ հարց չի լուծվելու։ Եվ պատահական չի, որ իրանք լավ էլ ոչ թե հակասություններ ունեն, այլ պասերով են խաղում։ Ադրբեջանը հարաբերությունը փչացրեց Ֆրանսիայի հետ, դա Ֆրանսիան պաշտպանում էր Հայաստանը։ Շատ փիս փչացրեց ինքը։ Եվրոպական շատ կառույցների հետ էլ փչացրեց, այն հույսով, որ ինչ խնդիր ունի, Թրամփի հետ իրանք լավ են եղել, ժամանակին լավ աշխատել են, Բայդենին էլ կքննադատեն, կասեն իր ժամանակ վատ էր, Թրամփի հետ հարաբերությունը կհաստատեն, Իսրայելի միջոցով էլ Ամերիկայի հետ ավելի սերտ կաշխատեն։ Բայց ոչ չէին մտածում, որ Ֆրանսիայի դերակատարությունը այդքան կմեծանա։ Ֆրանսիան ինքը լիդերություն կստանձնի նաև Եվրոպայի անվտանգության համար կկանգնի ու կասի բերեք Եվրոպան միավորենք, համախմբենք, նույնիսկ սկսենք մեր հարցերը լուծել առանց Ամերիկայի, Միացյալ Նահանգների, համարենք ենթադրենք Ամերիկան հետաքաշվել, ինչա մենք չենք ապրելու։ Ֆրանսիան կանգնեց ասեց ես առավելություն ունեմ, որովհետև ժամանակին ՆԱՏՕ-ից դուրս եմ եկել եւ իմ ինքնուրույն անվտանգային համակարգն եմ ստեղծել։ Ես պատրաստ եմ միջուկային հովանոց ապահովեմ Եվրոպայի համար։ Այսինքն այդ դերակատարությունը, որը Ֆրանսիան ստանձնեց, իհարկե չէր մտնում Ադրբեջանի պլանների մեջ պարզա ինքը սխալվեց, բայց այդ ընթացքում պասերով խաղում է Թուրքիան, Եվրոպային առաջարկում է իր ծառայությունները, բերեք էս անենք, բերեք այն անենք, ես Եվրամիության անդամ դառնամ, բերեք ես ձեզ աջակցեմ, եվրոպական անվտանգության համակարգ որ ստեղծեք, առանց ինձ ոնց կարող եք անել։ Թուրքիան չի կարողանում Իսրայելի հետ նորմալ հարաբերություն ունենալ, որովհետև դեմքը կկորցնի մահմեդական պետությունների մոտ, բայց դրա հետ կապված զուգահեռ այդ նորմալ հարաբերությունը պաշտպանում է Ադրբեջանը։ Այսինքն միշտ պետք է իմանալ, իրանք երկուսով պասերով խաղալով, մեկը սխալվում է, մեկը այդ սխալը փորձում է իր կապերով ուղղել։ Մեր պարագայում մենք մենակ ենք, եւ առավել եւս մեր համար ամենամեծ խնդրեմը նա է, որ մեր արտաքին քաղաքականության ակտիվությունը մեզանով պայմանավորված չի։ Նիկոլ Փաշինյանն ասում է ցույց տվեք ինձ ուժեղին եւ ես գիտեմ նրա ոտքերի տեղերը։ Կգնամ ու կընկնեմ նրա ոտքերը։ Կապ չունի, ինքը կարա Թուրքիային էլ նույնն ասի, Ռուսաստանին էլ, Ադրբեջանին էլ, Իրանին էլ, Եվրոպային էլ, Ամերիկային էլ, բոլորին նույնը ասի, որ բայց այդ բոլորը իր հետ շփվում են, կոնտակտ պահում են ու հասկանում են, որ այդ բոլորին նույնն ասել ես։ Դա առաջացնում է անվստահություն։ Դրա համար նույնիսկ այդքան չենք էլ կարողանում ասենք շատ ոգևորվենք, թե այս հայտարարությունով հիմա Ադրբեջանին կճնշենք։ Առավել եւս որ այս հայտարարությունը արվել է խոսակցությունն եղել է Հաջիևի հետ, այդ հիմա մեզ է բացատրում այսօր, բայց Հաջիևի հետ խոսակցությունն եղել է արդեն այդ պայմանավորվածություններից հետո, իսկ Ադրբեջանի սադրանքները ավելացել են չեն պակասել։ Դրա համար մենք շարունակությունը նայենք, թեպետ ինչ ուզում լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե զսպի պատերազմը, միանշանակ մեր շահերից է բխում, ինչի մասին է խոսքը։ Եվ դրա ֆոնին էլ նայենք, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ Խնդիրս նա է, որ Ֆրանսիան շատ ենք խոսել, շատ լուրջ դերակատարություն ստանձնել, մեզ համար բարեկամ պետությունը, Մակրոնի վերաբերմունքն էլ Հայաստանի նկատմամբ տեսել ենք, այնպես որ որևէ խնդիր մենք այդ ուղղությամբ չունենք եւ պարզապես պետք է իմանանք, որ մեզ առանձնապես շանս էլ թողած չի։ Ժամանակին մենք երբ որ մտածում ենք, որ Ֆրանսիան ինչքան էլ փորձի ակտիվանա, Ֆրանսիան առանց Ամերիկայի բարձր հովանու ներքո չի կարող ստեղ խնդիրներ լուծել, որովհետև իրանք պարզապես ՆԱՏՕ-ն դա Միացյալ Նահանգների հովանու ներքո էր, մենք ոչ էինք մտածում, որ Ֆրանսիան պետք է ավելի մեծ լիազորություններ ստանձնի։ Բայց երբ որ իրավիճակը փոխվեց եւ Ֆրանսիան փորձեց այդ խնդիրները լուծել, փորձեց Գերմանիայի հետ պայմանավորվեցին, Մեծ Բրիտանիայի հետ պայմանավորվեցին եւ փորձեցին այդ երրյակով գործընկեր պետություններին, դաշնակից պետություններին ներգրավել եւ համ միջուկային հովանոց ստեղծել եւ համ լուրջ ներդրումներ կատարել, այս պարագայում անգնահատելի է Ֆրանսիայի դերակատարությունը նաեւ Հայաստանի հետ կապված։ Կարելի է կարծել մենք ուրիշ տարբերակ ունենք, իհարկե պետքա ջանանք, պետքա փորձել ամեն ինչ անել մեծ ներողություն Ամերիկայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ակնհայտորեն, բայց
Հիմա եթե մենք իրատեսական նայենք, մենք այդ անվտանգության սպասումը մենք ունենք Եվրոպայից, բայց այդ Եվրոպան անվտանգային համակարգ չունի, Եվրոպան պաշտպանական համակարգ նոր պետք է ստեղծի, եւ որոշ պետություններ են ակտիվությունը ստանձնում։ Այսինքն այդ պարագայում ամենահեշտ աշխատելը մեզ համար իհարկե Ֆրանսիան է։ Ֆրանսիայի հետ շատ ավելի հեշտ մենք կաշխատենք, քան Մեծ Բրիտանիայի կամ Գերմանիայի հետ, որտեղ Ֆրանսիայի հետ աշխատելը բնական է։ Այնպես որ եթե ազնվորեն մեր իշխանությունները Ֆրանսիայի հետ նորմալ աշխատանքներ տանեն, առանձնապես մենք մեծ տարբերակներ էլ չունենք, որ ասենք դե լավ, դե Ֆրանսիան չերի մի ուրիշը կլինի, մի ուրիշը որը կլինի, կամ նույնիսկ մենք կարող ենք այդքան հույս դնել, որ Դոնալդ Տրամպը եթե չի ցանկանում պատերազմներ լինի, իսկ իրան հաջողվում է դա անենց անի, որ չլինի, իր օրոք չէր, Բայդենի օրոք էր, Սիրիան տեսանք 11 օրում սկուտերի վրա տվեցին Թուրքիային, դրանից հետո ինչա, երբ որ եկավ Տրամպը որևէ բան փոխվեց, Սիրիայի հետ կապված տեսնում ենք ինչա կատարվում, կարգավորվեց այդ ամեն ինչը, չէ, նորից էլի ընդվզումներ են լինում, այդ ընդվզումների հետ կապված ցեղասպանության հետ կապված քայլեր են լինում, ինչ ձևով եղավ, կամ հութիների հետ կապված ինքը ստիպված ալնում հարվածներ հասցնի, որտեղ ուղակի չի կարգավորվում, որ այդ հարցը լուծի, ընդհանրապես ասելով սուս մնացեք, դա առայժմ իրան չի հաջողվում, չի հաջողվում նաև Գազայում ինչ ուլտիմատում ասեք տալիս է, արդյոք հաջողվում է, ինչպես տեսնում ենք դեռ ոչ, արդեն որորդ ուլտիմատումն է տալիս, եթե չանեք տեսեք ինչ կանեմ, ուզեմ ասեմ չգերագնահատենք դա, ավելի շատ առարկայական մտածենք Ֆրանսիայի հետ կապված հարաբերությունները, ոչ թե նորմալ պահելու, այլ կոնկրետ հարցեր քննարկելու։ Լավ, ի վերջո Հայաստանը ինչ է անելու իր անվտանգության հարցը, որովհետև ավելի աբսուրդ բան ես չեմ պատկերացնում, որ Հայաստանը մարդիկ կան ասում են, այն մարդ չենք հասկանում, այս Ուկրաինան ինչի չի զիջում Ռուսաստանին, համարում որ պիտի Ուկրաինան զիջի, չի տենում, որ Ուկրաինան Ռուսաստանն ուժեղ է։ Այդ ձևով գնաս աշխարհի հետ բանակցությամբ, դե ասում դուք ապուշ չեք։ Բայց էլ մեզ ասում եք, այն ագրեսոր Ադրբեջանը մտել է Հայաստան, բա ագրեսոր Ռուսաստանն էլ մտել է Ուկրաինա։ Եթե դուք մեղադրում եք Ուկրաինային պաշտպանում Ռուսաստանին, եկել եք մեզանից ինչ եք ուզում։ Այսինքն մենք գիտենք, չէ, այդ ամենից շատ ենք խոսել, նորից չեմ ուզում թեմայի մեջ բանալ, բայց մենք հասկանում ենք, որ մենք առանձնապես մեծ շանս չունենք։ Իսկ այսօր Ֆրանսիան է ասում, օկուպանտին չի կարելի աջակցել, չի կարելի թույլ տալ, որ օկուպանտը հաղթի, ագրեսորը հաղթի։ Այսինքն այն ինչ որ մենք ակնկալել ենք Ամերիկայից, հիմա իր վրա է վերցնում Ֆրանսիա։ Չեմ կարող ասել նա ի վիճակի է շատ լուրջ համախմբան դեպքում իհարկե, որտեղ այն երկրները, որոնք եվրոպական կհամախմբեն, իրանց ներուժը շատ ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների, սկսած բնակչության թվից։ Ուղղակի իրանք շատ հանգիստ իրանց համար ապրել են, մտածել են դե Ամերիկան կա, մենք էլ չենք ուզում Ամերիկայի։ Ամերիկան ասել ես եմ Եվրոպայի անվտանգության երաշխավորը, ՆԱՏՕ-ն ստեղծել է, մենք Ամերիկայից եթե ուզենանք տարանջատվենք, կարող է մտածեն, ես ինչա չեք ուզում միասին ելնենք։ Անվստահություն չառաջացնելու համար իրանք հույսները դրել են Ամերիկայի վրա։ Ինչ գիտեին, որ Ամերիկան պիտի կանգնի երեսով տա, ասի ես եմ ձեզ պահում։ Դե պիտի ասեն դու ես պահում էլ մի պահի, մենք մեզ կպահենք։ Այս պարագայում մեզ համար անկեղծորեն Ֆրանսիայից բացի մենք ուրիշ տարբերակ էլ չունենք, այնպես որ ես կարծում եմ, որ սա զուտ հեռախոսազանգով բավարարվելը հեչ մեզ համար բավարար չի, այսինքն շատ ավելի լուրջ անելիքներ կա տեսնելով մեր շուրջը աշխարհում ինչա կատարվում։ Իսկ որպեսզի հանկարծ շատ չոգևորվենք նաև այդ զանգից, մեր համար սենց սառացնցուղը մեր իշխանությունը պահում է։ Անմիջապես ազգային ժողովում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է. Հայաստանի կառավարությունում ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու վերաբերյալ քննարկումներ կամ օրակարգ չկա։ Ներկայիս իշխանությունները նման նպատակներ ու խնդիրներ չունեն։ Այսինքն ինչքան էլ Եվրոպայի հետ աշխատենք, ինչքան էլ օրենքի նախագիծ քննարկենք, ինչքան էլ ժեստեր անենք, հայտարարություններ անենք, Ժողովուրդ ջան, դուսեկող չկա, որովհետև հնարավոր չի պատկերացնել Եվրամիության ուղղությամբ քայլեր անել, եթե դու քայլեր չես անում ընդեղից դուրս գալու։ Եթե անգամ օրակարգ չունես, այդ ուղղությամբ քայլեր չես անում դուրս գալու։ Նշանակում է օրակարգ չունես, այդ ուղղությամբ առաջ գնալու։ Ուղղակի իներցիայով են ինչքան հնարավորություն կտա ԵԱՏՄ-ի հետ կնքած փաստաթղթերը, այդ չափով տենց քայլ առաջ կգնալ, բայց բոլորը ինք ասել ձեր հետ լավ են։ Դուք տեսել եք Նիկոլ Փաշինյանը, որ տարբեր երկրների շնորհավորում է եւ բարձր է գնահատում մեր գործընկերությունը այդ երկրների, որ իրան հարցնես այդ երկրի մասին ընդհանրապես մի նախադասություն գիտես,
Կամ գոնե գիտես այդ երկիրը գոնե որ մայր ցամաքում է, կամ գոնե ընդհանրապես մի բան լսած ես այդ պետությունից, չէ, բայց այդ բարձր գնահատելը գործընկերությունը եւ այլ բոլորի համար ստանդարտ է։ Պետությունը մեկին հանում են, մի ուրիշը գնում, համապատասխան տոնի հետ կապված։ Դա բավարար չի, դա արտաքին քաղաքականություն չի, ժողովուրդ ջան։ Դրա համար ուզեցի ասեմ, հիմա այդ է հարցը, որ մեր մոտ այդքան էլ այնպես չի, որ մեր ուզած ինչ-որ բաներ առաջ գնա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա մեջ 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել։ Սա երեկվա մասին էր խոսքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր մարտի 16-ին ժամը 20:10 45 ընկած ժամանակահատվածում կրակ են բացել, ասում են չի համապատասխանում։ Մի հատ եղել էր 18:35, մի հատ եղել էր 9:45 եւ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր մարտի 17-ին ժամը գիշերը 1:25-ից մինչև առավոտ 10:20 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն թվում է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից այն ասելուց հետո նման կարգի խնդիր ընդհանրապես պետք է չունենայինք, չէ՞, եթե մենք տես միանգամից տես լավատեսական ասենք վերջ, ասվածա ու վերջ։ Ինչպես տեսնում եք, շարունակում են սադրանքներն ավելացնել, Հայաստանին մեղադրել։ Եվ եկել ասում են, դե եթե այդ պարագայում մեծացնում են թող եվրոդիտորդները դուրս գան։ Բա ոնց են եվրոդիտորդները դուրս գալու։ Բայց սադրանքները ում վրա են գցելու։ Այդ նույն Ադրբեջանը չէ այդ խաղաղության փաստաթղթի բանակցություններն ավարտել։ Իհարկե չմոռանանք նաև մի բան էլ, շատ հավեսով իրանք կարան ասեն սահմանին պետք է զորք չկանգնի։ Սահմանին զորք չկանգնի նշանակում է Նախճեվանից էլ պետք է Թուրքիայի զորքը չկանգնի մեր կողմ։ Եթե ինքը Հայաստանից վտանգ չունի, չի էլ ուզում Թուրքիային նեղացնի, ասի զորքը սահմանից հանի։ Կկանգնի շատ հանգիստ կասի դե ամոթ է, հիմա Հայաստանի հետ թուղթ եմ ստորագրել, զորքերը հանի։ Այդ էլ որ օգտագործի իր օգտին է օգտագործելու, որովհետև եթե Թուրքիայի կարիքը չունենա, եթե ինքը ճանապարհ ստանա իր մայր տարածքը կապի Նախճեվանի հետ, այն էլ անխոչնդոտ, ոնց որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, էլ իրան չի նա պետք որ Թուրքիան Նախճեվանում ներկայացված լինի։ Ինքը շատ հաճույքով կուզենա Փաշինյանի վրա գցի այդ զորքերը հանելու հետ կապված։ Այն դեպքում, երբ որ դա մեր շահերից չի բխում, որ դա դուրս գա, ավելի շատ դա սպասարկում է Ադրբեջանի շահերը, որպեսզի Նախճեվանից է Թուրքիայի զորքը դուրս գա, որտեղ եթե նա Հայաստանի հետ խնդիր չունի, Նախճեվանում Թուրքիայի զորքն ինչ է անում։ Բայց ինքն չի պետք Թուրքիային նեղացնի։ Այնը Հայաստանի վրա կգցի էլի։ Այնց որ այդ հարցում էլ մենք շահելու բան չունենք։ Հիմա տեսնենք։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյրուն Բայրամովը, որ այսօր բան է գրում, այդ ինչ է այդ բանակցություններից ինքը տեղյակ չի։ Հայաստանում ռևանշիզմի շարունակվող միտումը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրության եւ այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են ամենալուրջ խոչընդոտը լինել հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի համար, ասում է Բայրամովի հոդվածում։ Այդ հարցերը շարունակում են մնալ Ադրբեջանի դիվանագիտության առանցքը, ինչպես նաև Հայաստանից վտարված շուրջ 300,000 ադրբեջանցիների իրավունքների վերականգնման խնդիրը մնում են Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Այս Ադրբեջանի հետ են մեր իշխանությունները խաղաղության գնում։ Բա ոնց որ չենք տեսնում։ Բայց հայտարարությունները խաղաղության գնացողի հայտարարությունները կամ էլ թե չէ Ամերիկայից վախեցածի հայտարարությունը, Ամերիկայից որտեղ վախենան, որտեղ վախենան, բայց իրանք մտածում են Ամերիկայի այդ հարցերը կլուծեն։ Իսկ մենք չգիտենք մենք լուծել ենք թե չէ կամ կկարողանանք լուծել թե չէ։ Միայն ասել նա որ Ամերիկան կռիվ չի ուզում, բավարար չի որ մեր հետ այդ կռիվը չլինի։ Ամերիկան կռիվ չի ուզում, բայց ստիպված է ալնում Եմենին հարվածել հութիներին։ Կռիվ չի ուզում, բայց ցեղասպանություն է ալում Սիրիայում։ Իր աչքի առաջ է էլ հոտարանպի ժամանակ էր։ Կռիվը ուզում դադարեցնել Ուկրաինայում, ինչպես տեսնում եք, դեռ չի ստացվում։ Այնպես որ դրա վրա առանձնապես հույս դնել պետք չի, որտեղ այս ամեն ինչը խոսքագնում է հենց զուտ բանի մասին։ Ադրբեջանի հայտարարությունը այս փաստաթղթից հետո որ այսօր է տպագրվել։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական ՌՏ գործակալությունը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից ասել են. ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով, ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։ Դες հրապարակման տվյալների լինելու զորավարժություններ Հայաստանի տարածքում, այդ զենքը կբերեն Գերմանիայի բազայից, հետո այդ զենքը որոշ ժամանակ հետո հետ կտանեն։ Բայց խնդիրը դա չի, այս խորհրդավորությունը, որ տարածվեց Հայաստանը Ամերիկայից զենք հաստանում է, անում են անում, դա այդքան էլ մեր շահերից չի բխում, երբ որ մենք իրականում գիտենք, որ այդ զենքը չենք ստանում։ Եթե մենք այդ զենքը չենք ստանում, բայց դա օգտագործում են մեր դեմ, օգտագործում են, ասում են, տեսեք Հայաստանը հիմա զինվում է, ում դեմ է զինվում Իրանի։ Այն դեպքում մենք Իրանի հետ տեղից էլ, խնդիր չունենք, բայց ամեն օր կարող ենք խնդիր ունենալ, որտեղ Իրանի տատանումները, որ ինքը առճակատման կգնա Միացյալ Նահանգների հետ, Իսրայելի հետ ու արդյունքում նահանգների հետ, թե պայմանավորվածություններ ձեռք կբերեն, Իրանի ցանկացած քայլերը կարող է մեզ համար վտանգ առաջացնի, եւ Իրանը անվստահություն, եթե մեր նկատմամբ ունենա, կարող է շատ բաներ ի վնաս մեզ ելանի կամ թույլ տա, որ ուրիշները անեն։ Այսինքն մեր շահերից չի բխում, որ մտածեն Հայաստանը հիմա ամերիկյան զենքաբեր, այն դեպքում, երբ որ մի հատ անշարժ գործընթացի մասին է խոսքը, զորավարժությունները կբերեն ու կտանեն։ Սենց աղմուկ բարձրացնելը, բայց իրականում, երբ որ դու այդ անվտանգության խնդիրը չես լուծել, դա մեր շահերից չի բխում, Ժողովուրդ ջան։ Այդ նենց էլ չի, որ մենք ասենք բլեֆ անենք, ասենք տես ամերիկան մեզ զինում է, խելք հավաքեք, զգուշ եղեք։ Այդ զինելը պետք է լինի հուլիս ամսին։ Մենք մինչև հուլիս ամիսը քանի սադրանք կարող են մեր դեմ անել։ Այն դեպքում, երբ որ այդ զենքը հաստատ գիտենք, որ չի գալի նրա համար, որ մենք դրանով կռվենք ուրիշի դեմ։ Կարելի է կարծել, մենք զենքի պակասն է պատճառը, որ Ադրբեջանի հետ չենք կռվում։ Ադրբեջանի հետ մենակ կռվելու ցանկություն չունեն ու վերջ։ Սա մեկ։ Իսկ պաշտպանվելու համար Ամերիկան ինչքան է զենք տա, այսօր Թուրքիա գումարած Ադրբեջան մենք չենք կարող պաշտպանվել։ Պետք է այնքան պաշտպանվենք, մինչև քաղաքական հարց լուծվի։ Քաղաքական հարց լուծողը Ամերիկան է, Ֆրանսիան է, եվրոպական անվտանգությունն է։ Այնպես չի, որ դա միայն զենքով է։ Այնպես որ ուզեմ ասեմ, սա ավելի շատ այդ բլեֆը մեր դեմ է, քան իրականում օգուտ մեզ է։ Պետք է ուշադրել լինել դրա հետ կապված։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա տեղի ունենում։ Եվրամիությունը առընթեր ամերիկյան առևտրի պալատը զգուշացնում է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև մաքսատուրքերի հակամարտությունը սպառնում է տարեկան 9.5 տրիլիոն դոլար վնաս հասցնել անդրատլանտյան բիզնեսին։ Անցած շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանել պողպատի եւ ալյումինի համար, Եվրամիությունն էլ պատասխան ծրագրեր է մշակել, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Եվրամիության գինու եւ ոգելից խմիչքների համար 200% մաքսատուրքեր սահմանել։ Հակառակ տարածված կարծիքին, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ներդրումների մեծ մասը ուղղված է միմյանց, այլ ոչ թե ցածր գնով զարգացող շուկաներ։ Նշվում է զեկույցում, պալատը զգուշացնում է, որ առևտրային հակամարտության շղթայական ռեակցիան կարող է վնասել երկու կողմերի սերտ կապերին։ Այսա ես չեմ պատկերացնում, թե այս պարագայում իմաստը, որն է այս հարցը այս ձևով կարգավորել եւ մաքսային պատերազմի մեջ մտնել, ուղղակի իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ոնց կարող է պատահի, ասենք, Դոնալդ Թրամփը ինչքան էլ փորձի իր հասարակությանը բացատրի, որ լավ եմ անում, շատերը իր հայտարարություններին դրական վերաբերվեն, ասեն, տեսեք ինչ անում, այս սրանք մեզ թալանել են, տեսեք ինչ ենք անում, միգրացիոն քաղաքականությունը շատ լավ է։ Ժողովուրդ ջան, այդ հնչող բաները շատ սիրուն է հնչում, բայց դրանք իրական կյանքի կոչելու խնդիրն է։ Իսկ իրական կյանքի կոչելու ժամանակ այսպիսի բախման գնալը նորմալ տեղ չի տանի, հաստատ գնաճ հարցնել, տնտեսական ակտիվության պակասնել, շատ լուրջ խնդիրներ են առաջացնելու հատկապես ներողություն Միացյալ Նահանգների համար, կներեք։ Դրա համար նայեք մի փոքր պատկերացում էլ կազմենք, էլի։ Ուրեմն եվրոպական երկրները մերժել են ԱՄՆ-ին ձվի արտակարգ մատակարարումը։ Շվեդիան հրաժարվել է տրանսպորտային բարդ պայմանների եւ արտահանման սահմանափակումների պատճառով։ Ֆինլանդիան հայտարարել է, որ ձվի արտահանումը ներկայումս անհնար է։ ԱՄՆ-ն նաեւ Դանիային է ցանկացել է Դանիայից վերցնի Գրենլանդիան տենմա չիլում, ասում է դե լավ գոնե ձվերը տվեք, յոլա գնանք։ Նրանք էլ ասել են բնականաբար Դանիան եւս մերժել է։ Իհարկե, երբ որ Ամերիկան վարում է ռուսական քաղաքականություն, իրանց մոտ հիմա որոշ տեղերում արդեն 12 հատից ավել սահմանափակել են զու չեն տալիս, էլի մարդը գնում առնի չեն տալիս։
որովհետև առաջի քայլը, երբ որ դու Պուտինի հետ լավանում ես, սուն կտրվում է քո երկրում։ Դա արդեն մենք գիտենք, Պուտինը Թուրքիայից էր առնում, Ադրբեջանին էր խնդրում, ասում էր խնդրում ենք, թե ի՞նչն է խնդիրը, էլի որ ընդհանրապես ձու չկա, հավ չկա, ի՞նչն է խնդիրը, տարածք չկա, ինչ կա, սնունդ չկա։ Ոնց կարա Ամերիկայում կամ Ռուսաստանում տարածք չլինի, հավ չլինի, ձու չլինի, սնունդ չլինի, հնարավոր չի, չէ՞։ Այսինքն ինչ է պետք ձու ունենալու համար։ Այդ ամբողջը թափածը Ամերիկայում է, Ռուսաստանում է։ Հենց սկսեցի Ռուսաստանի հետ լավ լինել, առաջի ազդանշանը ձու կտրվելու է։ Այդ ուղղակի ավելի խոշոր ահազանգի համար, սա ավելի նորմալ տարբերակ է պատկերացնելու համար։ Ֆրանս պրես գործակալությունը ներկայացրել է։ Ֆրանսիայի եվրապատգամավորն ԱՄՆ-ից պահանջել է վերադարձնել ազատության արձանը։ Մենք այն նվիրել ենք ձեզ, բայց կարծես դուք արհամարհում եք այն։ Ամերիկացիներին է դիմել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլուքսմանը։ Իր խոսքում Ուկրաինային ակտիվորեն աջակցող Գլուքսմանը դատապարտել է Վաշինգտոնին Մոսկվայի հետ մերձեցման համար։ ԱՄՆ-ն որոշել է բռնակալների կողմը կանգնել։ Ազատության արձանը ստեղծվել է Ֆրանսիայի Օգուստ Բարտոլդիի կողմից ֆրանսիացի եւ հանձնվել է ԱՄՆ-ին որպես ֆրանսիացի ժողովրդի նվեր ամերիկացիներին։ Ի հիշատակ ԱՄՆ անկախության պատերազմի ընթացքում երկու երկրների միության միլիոնավոր ներգաղթյալների համար, որոնք ժամանակին ԱՄՆ մուտքի թույլտվություն էին ակնկալում, հարևան Էլիս Այրլանդ կղզում, այն խորհրդանշում էր ավելի լավ կյանքի հույս, նշում է Ֆրանս պրես գործակալությունը։ Իհարկե լավ է, հումորային տարբերակով էլ Հայաստանում է շատերն էլ էին ինձ էին գրում, ասում են դե որ տենց է ինքը ում ինչ տվել է նվերը հետ ա ուզում, մանավանդ Ազատություն ռադիոկայան փակողը Ազատություն արձանն ինչ է անում, բայց չի անդրադառնում, բայց քանի որ արդեն Ֆրանս պրես գործակալությունն անդրադարձել է եւ Եվրոպատգամավորն է պարլամենտում այդ հարցը բարձրացնել, մի քիչ այդ թեմայի ուղղությամբ խոսենք։ Իհարկե Ֆրանս պրես գործակալության համար այդքան էլ ներելի չի, որ ճարտարապետին ասեն Օգուստ Բարտոլդի, որովհետև իր իսկական անունը Ֆրեդերիկ Ագյուստ Բարտոլդի է, էլի, Ագյուստը երկրորդ անունն է, առաջինը չի, բայց ոչինչ, մենակ հարցը դա չի, այդ արձանի հետ կապված էլի պատմություններ կա։ Այդ արձանը ֆրանսիացիները որոշեցին նվիրել 1776 թվականի հուլիսի 4-ի անկախության հռչակագրի 100-ամյակի պատվին, 1876 թվականին, բայց այդպես էլ այդ հարցը չհաջողվեց, մաքսիմում ինչ կարողացան իրանք անել 1876 թվականին, դա պատրաստեցին ջահը եւ ուղարկեցին Ֆիլադելֆիայում համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ իրանք այնտեղ ներկայացրեցին, էսկիզները բանը ներկայացրեցին, որից հետո որոշ ժամանակ տարան Նյու Յորքում Madison Garden-ում այնտեղ դրեցին, այդ պուրակում իրանք դրեցին, հետագայում բերեցին Ֆրանսիա, կպցրեցին ամբողջ արձանի հետ, նորից վերադարձրեցին Միացյալ Նահանգներ։ Իսկ Madison Garden-ն էլ ի պատիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից այն մեկի, որը 4-րդն էր, վերջինն էր հիմնադիր հայրերից, որ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Խոսքը Ջեյմս Մեդիսոնի մասին է, որը եղել է նախագահ 1809-ից 1817 թվականներին։ Իսկ հիմա նոր հետագայում 1886 թվականին, այսինքն 110 տարի հետո, նոր 100-ամյակի արձանը հայտնվեց իր տեղում, բայց էլի մի պատմություն կա, էլի այդտեղ։ Ուրեմն պայմանավորվել էին իրար հետ, որ արձանի փողը հավաքեն ֆրանսիացիները, իսկ պատվանդանի փողը ամերիկացիները։ Ամերիկացիները 8 տարվա մեջ դրամահավաք են կազմակերպել, էլ ինչ միջոցառումներ են արել, էլ ինչեր են արել, 8 տարվա մեջ հազիվ պատվանդանի փողը հավաքել են։ Սկզբնական դա պետք է լիներ $125,000, չկարողացան այդ թիվը հավաքել, հետո ասին ոնց որ լավ չենք հաշվել, կրկնակի գումար է պետք, այդ էլ չկարողացան հավաքել, վերջապես էլ ինչ զվարճանքի միջոցառումներ, էլ ինչ սպորտային միջոցառումներ, էլ ինչ խաղարկություններ, ի վերջո հաջողվեց Ամերիկային 8 տարվա մեջ պատվանդանի փողը հավաքի, ժողովուրդ ջան։ Այդ ուղղակի իմանանք, որ Ամերիկան էլ է դժվարություններ ունեցել, լավ կլինի ինքը իր պատմությունը շատ լավ իմանա,
ինչ ա եղել եւ նաեւ հարգի մյուսների պատմությունը։ Եթե Իրանը իմանա, մյուսներին էլ կիմանա, հարգանքով կվերաբերվի նաեւ մյուսներին։ Նախ կիմանան ինչից են ստացել այս պետությունը այսօր, որ սենց շատ տենց հեշտությամբ չմտածեն դե լավ սաղ դնենք մի կողմ, կարևոր է հեսա, կարևոր է նա, շարորը շատ ավելի մեծ արժեքներ է, որ եթե Ամերիկան կորցնի աշխարհում, շատ բան կկորցնի եւ Ամերիկան եւ աշխարհը։ Իսկ հիմա նայենք Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի ներողություն մի բան էլ ասեմ, Ֆրանս պրեսի համար մի քիչ անհարգալից էր, որ խոսի Ֆրեդերիկ Ագյուստ Բարտոլդիի մասին արձանի որպես ճարտարապետ, բայց մոռանա, որ մի լեգենդար անձնավորություն այդ ինժեներական կոնստրուկցիան արել, Ալեքսանդր Գուստավ Էյֆելը, այսինքն եթե ամերիկացիները հարգում են, պետք է հարգեն նաև Էյֆելի շատ կարևոր դերակատարությունը, շատ բարդ կոնստրուկցիա էր, ինժեներական շատ լուրջ լուծումներ կար, դրա համար Էյֆելն է այդ ամբողջը արել։ Միայն ասել Բարտոլդիի անունը բավարար չի այդ հարցում։ Հիմա Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ հայտարարել է. Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 միլիարդ եվրոյով ավելացնելու մասին։ Հարկավոր է նաև, որ բացի անվտանգության եւ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներից, որոնք նախատեսված են հիմնական օրենքով, մենք վերջապես եւս 3 միլիարդ եվրո ենք հատկացնում Ուկրաինային 2025 թվականին աջակցելու համար։ Դա նշանակում է, որ Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել 7 միլիարդ եվրո, ինչպես նախորդ տարի ասել է Բերբոկը։ Նախարարը նշել է, որ մարտի 18-ին Գերմանիայի սահմանադրությունում փոփոխություն կմտցվի, որը թույլ կտա զգալիորեն ավելացնել պարտքը պաշտպանության ֆինանսավորման համար եւ մեծ աջակցություն կապահովի Ուկրաինային։ Սա հզոր ազդանշան է այն մասին, որ Գերմանիան լուրջ է վերաբերվում սեփական անվտանգությանը, Ուկրաինայի անվտանգությանը եւ Եվրոպայի անվտանգությանը։ Մեր ներդրումը եվրոպական աշխարհում, որը մենք կհրապարակենք վաղը Գերմանիայի Բունդեստագում պատմական որոշման մեջ մի բան է, որը նախկինում երբեք նման մասշտաբով չենք արել, ընդգծել է Բերբոկը։ Երկու հարցի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Առաջինը Օլաֆ Շոլցը մերժեց այս 3 միլիարդ եվրոյի հարցը, բայց ինչպես տեսնում եք, արդեն պաշտոնը հանձնելուց առաջ, որովհետև արդեն նոր կանցլերի հարցը արդեն լուծված է, Ֆրիդերիխ Մերցը չի ընտրվել, բայց արդեն ընտրությունները հաղթել է, արդեն բան չի մնացել կլինի։ Այս վերջի օրերն է, որ իրանք աշխատում են, բայց Աննալենա Բերբոկը միշտ էլ ասենք աչքի է անգել բավական ակտիվ, շատ ավելի ակտիվ ձևով աշխատել այդ ուղղությամբ, քան անգամ վախվորած իրանց Շոլցը, որը որ հանգեցրեց նրան որ արտահերտ ընտրության խնդիր առաջացավ եւ հասավ նրան, որ իրանք պարտվեցին։ Այո, դա պատմական որոշում էր, որ կայացեցին, բնական է հասկանում եք, որ եթե դա կայացվել է հիմա, ակնհայտորեն շատ ավելի ակտիվ ու ագրեսիվ քայլերով գալիս է նոր կանցլերը, որը որ շատ լավ հասկանում է, որ իր պատմական շանսը բաց չպետք է թողնեն, Գերմանիան երկու պատերազմների մեջ իր դերակատարության պատճառով համաշխարհային շատ զգուշավոր են շատ պետություններ, որ Գերմանիան չզինվի, մանավանդ որ ինքը ունի ամենամեծ բնակչությունը եվրոպական, մանավանդ ունի համախառն ներքին արդյունքի ամենաբարձր ցուցանիշը եվրոպական։ Շատ զգուշ էին, որ Գերմանիան շատ բայց հիմա խնդրում են, որ Գերմանիան զինվի եւ Գերմանիան շատ լուրջ դերակատարություն ստանձնի եւ Գերմանիան էլ մի կերպ համաձայնա դրան։ Եվ մեկ էլ ուշադրություն դարձրեք մի բան։ Նախարարը նշել է մարտի 18-ին Գերմանիայի սահմանադրություն փոփոխություն կմտցնի, որը թույլ կտա զգալիորեն ավելացնել պարտքը պաշտպանության ֆինանսավորման համար։ Սա այն է, ինչի մասին այս վերջի ամիսները այնքան եմ ասել, ասեմ, ապշել եմ, էլի հազիվ եմ դիմանում, որովհետև տնտեսագիտական կրթություն ունեցողի համար շատ դժվար է այն գայթակղությունը, որ չսկսես թվերի մեջ մտնելու, ասում էի Զարմանում եմ ոնց կար Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ծախսերը կրճատի։ Հիմա այդ շանսը, որը օգտվեցին, Եվրամիությունը սկսեց այդ նորմատիվները վերանայել այն երկրների համար, որոնք ռազմական ծախսեր են անում։ Գերմանիան հիմա իր սահմանադրությունում է փոխում վերանայումներ անում, որ այնպիսի պայման ստեղծի, որ ռազմական ծախսեր անելու դեպքում իրանք խնդիրներ չունենան, նորմատիվների սահմանափակումներ չլինեն, այսինքն որով իրանք իրենց տնտեսությունը ոտի կհանեն, այս հայրենասիրական կարգախոսներով
Գերմանիայի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է, Եվրոպայի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է, ագրեսորը պետք է պատժվի։ Այս սա եմ ասում, որ ինձ համար ուղղակի ապշեցնող էր, թե ոնց ով էր խորհուրդ տվել Տրամպին ռազմական ծախսերը կրճատել։ Հիմա ինչպես տեսնում եք, եվրոպական կառույցները շատ հերթականությամբ այդ հարցերը լուծում են։ Իսկ հիմա ուշադրություն նայեք, վերջի անգամ էլի շատ լուրջ ահաբեկչական հայտարարություններով երբ որ ասեց Տրամպը, հարց տենա չի, որ իրանք կարան քայլեր կատարեն սեկտոր Գազայում, հարցը նա է, որ ընդհանրապես չեն լսում, անգամ պաղեստինցիները այն, որ ուզում են կրակն են ընկել Համասի ձեռը, ասում են շուտ դուրս գան, մենք նորմալ ապրենք, հիմա վախենում են նրանք դուրս գան, իրանց դատարկեն, իրանք հիմա չեն թողում, ամեն մեկը իրանց Համասը համարում, մենակ թե Համասը մնա, որ իրանք էլ մնան, իրանք չդատարկեն։ Մի դրա համար պաղեստինյան համաշարժման պատվիրակությունը կառավարող խորհրդի ղեկավարի գլխավորությամբ Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Բոգդանովի հետ։ Կողմերը քննարկել են հրադադարի բանակցությունների ընթացքը, Իսրայելի կողմից համաձայնագրի շարունակական խախտումները եւ գործողությունները, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը, այդ թվում հումանիտար արձանագրության իրականացման ձգձգումը, վրանների եւ ժամանակավոր կացարանների, վառելիքի եւ ծանր տեխնիկայի ներկրման արգելքը հիմնական ենթակառուցվածքների վերականգնման համար, ասում է հայտարարության մեջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են իրավիճակը Արևմտյան ափին, Արևմտյան ափի քաղաքներում եւ փախստականների ճամբարներում, Իսրայելի իրականացրած ավերածությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ինչի համար եմ ես սա ասում։ Ոնց որ թե ամերիկան հարաբերությունները կարգավորում է Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը դեմ էր հութիներին հարվածել, սա մեկ։ Ռուսաստանը հիմա Համասին, ասենք, կոշտ ձևով ուլտիմատում է ներկայացնում Ամերիկան, Ռուսաստանը գնում է Համասի հետ բանակցում է եւ քննարկում է, թե ինչ է տեղի ունենում, ինչ է անում Իսրայելը, ոնց է իր պայմանավորվածությունները չի կատարում եւ այլ եւ այլ։ Այսինքն նորից քննարկում է նաեւ Արևմտյան ափի հարցը, որը որ Իսրայելը համարում արդեն Իրանով արե ժամանակին որ վերցրել է, Ամերիկային ասում էր, ես կասեմ, այդ ճանաչում եմ դա քոննա թե չէ, տեսնենք լա սեկտոր Գազան դատարկելու հետ կապված ինչ եք անում։ Բայց նույն Ռուսաստանն է, որի հետ հարաբերությունն ուզում եք կարգավորեք։ Օրվա ընթացքում երկու հարց ա եղել հութիների ու Համասի հետ կապված, Ռուսաստանը լրիվ հակառակ տեսակետ ունի եւ լրիվ հակառակ ճամբարում է, ում հետ եք հարաբերությունները լավացնում։ Այս ուղղակի պետք է սրան ուշադրություն դարձնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Մոսկվայում ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո։ Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը, հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել, ասել է Տրամպը։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ այդ պատերազմին, գուցե կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք, հավելել է Տրամպը։ Իսկ Տրամպի ասացին սովորաբար արձագանքում է Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այնպես չի լինում, էլի, որ Տրամպը խոսի արձագանքի Պուտինը ասի, հա, ճիշտ է, տենց բան ենք որոշել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Տրամպի հեռախոսազրույցի կայացման մասին լուրը։ Այո, այդպես է, երեքշաբթի պատրաստում է նման խոսակցություն, ասել է Պեսկովը։ Իդեպ ուղղակի մի հատ հիշացնեմ մի բան, այդ թուրք լրագրողը որ տեղից գնացել էր, այսօր էլ Հայաստանում տարածված, թե ինչ են ոգևորված, այնպես լավ են ներկայացրել Հայաստանի հանդիպումը եւ այլ, ում են այսօր ներկայացնում, որը տենց այդ ամեն ինչը լավ է։ Մի հատ ուղղակի էպիզոդ կար, որը քանի որ իմ ասացի այն սկզբում ասեցի, թուրք լրագրողն ինչ ասել, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը։ Այն ինչի մասին որ խոսում ենք, այո, Թուրքիան պարտադրված է Ադրբեջանի հետ հարցը հաշվի առնել եւ ճնշում գործադրել Ադրբեջանի շահերը, որպեսզի Հայաստանը կարողանա սպասարկի։ Այդ թուրք լրագրողի այդ խոստովանությունը ոչինչ չի փոխում այդ հարցում։ Մի բան էլ ուղղակի ասեմ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները աշխատում են շատ դրան չանդրադառնամ, իհարկե կլինի մարտի 30-ին ընտրությունը Գյումրիում կայացածը հատկապես շատ կարևոր է, թե այնտեղ ինչ է կատարում եւ իշխանությունները համարում են, որ դա մի հատ աշխատանք, որ հասկանան ցախողվելու են առաջիկայում թե չէ, դրա հետ կապված ուշադրության արժանի կլինի, բայց նաեւ ուշադրության արժանացավ մի հանգամանք, որ այնտեղ տեղական ինքնակառավարման մարմինների այդ հանդիպման ժամանակ
մարտական գեներալ քյոխը, որը որ եկել էր գնացել էր դեր նստել էր եւ սատարում էր այն արցախցիներին, որոնք որ այսինքն քոչայանամերձ ուժիներ սատարում, էլի, իհարկե կարող է դա ուշադրություն չգրավեր, վերջերս այս թեմային անդրադառնացել եմ առանց իր անունը տալու, որ ասում էր, որ մենք պարտվեցինք, որովհետև Աստծուց երես էինք թեքել, դա էր պատճառը, որ մենք պարտվեցինք։ Այսինքն ուզում ասի, ինքը որ մարտական գեներալ այդքան զենքը թողեցին դուրս եկան, չկռվեցին, եւ մեկ էլ պարզվեց, որ Աստծուց երես ենք թեքել, դրա համար ենք պարտվել, Աստված էլ մեզանից նեղացել է եւ հաղթանակը տվել է մահմեդականին։ Ավելի հակաքրիստոնեական արտահայտություն, այն էլ մարտական գեներալի կողմից, հերոսի կողմից դժվար է պատկերացնել, ես դա անդրադարձել եմ, էլի, բայց որ սենց իրանք սենց գլխապատառ փորձում են ամեն ինչ անեն, այնուամենայնիվ իրանց համար համարեն, որ Ռոբերտ Քոչարյանն է իրանց հարցերը լուծելու Արցախի։ Ասեն, որ խորը թյուրիմացության մեջ են ժողովուրդ ջան։ 10 տարի Քոչարյանն ա եղել, 10 տարի Սերժ Սարգսյանը լուծողը էին կլուծեին, իրանց հարցերը լուծեցին, միլիարդատեր դառան, ձեր հարցերը չէին լուծելու։ Ձեր միջոցով իրանց հարցերը լուծեցին, ձեզ էլ լավ ասեցին, մենք ենք, ձերն ենք։ Փաշինյանն էլ չի լուծելու, որովհետև Փաշինյանն ասում Արցախի հարց չկա, որտեղ է լուծեն։ Այն ուժերը, որոնք որ կարող է ձեր հարցը լուծեն, դա պետք է լինի այն ժամանակ, երբ որ աշխարհում չարիքին պատժեն եւ այդ իրավիճակում առաջանա այնպիսի մի խնդիր, որ փորձեն այդ հարցը կարգավորել։ Մի հատ շատ կարճ բան ուղակի կարդամ, որ դուք պատկերացնեք, որ ժամանակին այդ նույն Քոչարյանը, որ ձեզ ասել է, լավ էլ ձեզ տեղին խաբել է, ու մենք ժամանակին դրան անդրադարձել ենք։ Առավոտ օրաթերթ, թերթում տպած բան է, ցանկացածը կարող է վերցնի նայի։ 10 հուլիս 2004 թվական, ժողովուրդ ջան, 21 տարի առաջ։ Կրկին բաց թողեցինք պատմական շանսը, հարցազրույցը, չեմ ուզում ամբողջը կարդամ մենակ այդ մասը, հետագայում պետք է լինի կանրադառնանք։ Հարց է տալի, պարոն Անտոնյան, ինչպես եք վերաբերվում Ստրասբուրգում Ռոբերտ Քոչարյանի ելույթի Լեռնային Ղարաբաղին Հանրապետությանը վերաբերվող հատվածին։ Այս այն ելույթն է, որ մշտական տարածում էին, տեսակ Քոչարյանը ոնց սաղին տեղը դրեց 2004 թվականին ասել ենք այդ ստախոսության մասին, ժողովուրդ ջան, դե որ էլի խաբվում եք, ես ինչ անեմ։ Պատասխանը իմ Ռոբերտ Քոչարյանը շեշտել էր, որ հայերը եւ ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են, որ արդեն 16 տարի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապրում է Ադրբեջանի հետ շփում չունենալով եւ մի ամբողջ սերունդ եւ այդպես է դաստիարակվել։ Ստրասբուրգում Քոչարյանը նաեւ հայտարարեց. մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին։ Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Այս որ միշտ տարածում են, տեսեք ինչ ասել, բայց ինչա շարունակությունն ասել, դա ինչի չեք տարածում, որի մասին ես գրել եմ 2004-ին։ Նման համոզիչ փաստարկներից հետո նա ասում է, որ եթե Ադրբեջանը ժամանակին ստորագրեր, ապա ինքը համաձայն էր ոչ միայն գրավյալ տարածքները վերադարձնելուն, սա Ստրասբուրգում ասել, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ընդհանուր պետություն կազմելու։ Ստրասբուրգում կանգնեց այդ ասելը, որից հետո սա է ասել, այդ մասը չեն տարածում, այն մասն էին տարածում, բայց այն էլ որ ես ասենք թերթում գել եմ, հաճույքով չէին տարածի, որովհետեւ Քոչարյանի դեմ ոնց կարա այդ բան ասել 2004-ին ու տարածեին։ Ստիպված ընդամենը այն նեղ շրջանակը, որը կարդացել է իմ ասածը։ Հիմա ես բացատրում եմ, ինչ է ասել։ Գենետիկորեն անհամատեղելի ենք, բայց ընդհանուր պետությանը համաձայն ենք։ Այսինքն Ադրբեջանի համաձայնության դեպքում արդեն մեկ սերունդ անկախ ապրած երբեք անկախ Ադրբեջանի մաս չկազմած գենետիկորեն անհամատեղելի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Քոչարյանը պատրաստ էր ընդհանուր պետության կարգավիճակով հանձնել Ադրբեջանին, այսպիսի իրանամերձ դիրքորոշում ներկայացնելը Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովի ամբիոնից կարծում եմ չի նպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հետագա խաղաղ կարգավորման բանակցությունների արդյունավետությանը։ Շարունակությունը չկարդամ, շատ հետաքրքիր հարցազրույց է, հետո առիթ կլինի մյուս կետերը կկարդամ։ Ես էս եմ ուզել արցախցիների համար։ Դուք մինչև այսօր մնացել եք Քոչարյանի պաշտպան ու չեք հասկացել, որ Քոչարյանը ձեր հարցը լուծողը չէր։ Այդ մասին ասվել է այն ժամանակ, երբ որ ինքը ձեր հարցը չէր լուծում, իր անձնական հարցն էր լուծում։ Շարունակեք իրան պաշտպանել։ Ափսոսում եմ ձեր էներգիան։ Դուք կարող եք Հայաստանը նորմալ ինտեգրվել եւ նորմալ ձևով Հայաստանի քաղաքական կյանքում ձեր դերակատարությունը ունենալ։ Այդ հերթական անգամ չխապվեիք Արցախում, չխապվեիք Հայաստանում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։